կմեծացնենք, չէ՞ Անուշ։ Մենք կմեծացնենք, ու Հայաստանի այգիները կծաղկացնենք, Հայաստան քեզ սիրում ենք։ Փոքրիկ Անուշը Քրիստիան Գելիջիի 9 երեխաներից երրորդն է, որը Հայաստանում է ծնվել։ Իր ծրագրերի ու սիրո մասին խոստովանելուց հետո հայրիկի հետ շտապում է վարչապետին դիմավորելու։ Կառավարության ղեկավարի Գյումրի աշխատանքային այցի առաջին կանգառը Sastex ընկերության շինհրապարակն է։ Ասի ամբողջը քանդացեր։ Գյումրիի մարզային հիվանդանոցի կիսաքանդ շենքը շուտով կվերածվի մանվածքային գործարանի նախնական 400-ից 600 աշխատատեղով։ Կառավարության ղեկավարին ներկայացնում է հոլանդահայ գործարար Քրիստիան Գելիջին, համոզմունք հայտնում, որ հայկական տրիկոտաժը շուտով հեղինակավոր տեղ կունենա միջազգային շուկայում։ Ներդրումը այս գործարանի վերաբերյալ առաջի էթափը մինիմում 2.5 միլիոն եվրո է։ Հետո սպասում է մի 4-5 պատիկ։ Շիրակի մարզում կգործեն 10 մանվածքային տրիկոտաժի գործարաններ, Հայաստանում ամենամեծն էլ կլինի Գյումրիում, վստահեցնում է գործարարը։ Երբ եք սկսում աշխատել։ Գործարանի բացումը հետաձգվում է տնակների պատճառով։ Գործարարը վարչապետին վստահեցնում է, որ ենթակառուցվածքի համար նախատեսված տարածքում գտնվող 16 տնակների բնակիչների համար պետք է տներ կառուցեն։ Նորակառույց տներից 8-ն էլ կհանձնեն օգոստոսին։ Կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է յուրաքանչյուր գործարար ու ներդրող։ Կարեն Կարապետյանը Գյումրիում այցելում է նաև Օյունջան բարեգործական հիմնադրամի միջոցներով 700 աշակերտի համար կառուցված վարժարանին եւ 250 աշակերտի համար կառուցված Վարդուհի արվեստի դպրոցին կից Աղավնի արհեստի կենտրոնի շինհրապարակ։ Կառույցի շահագործումով 97-ամյա նյույորքաբնակ բարերար Հովանես Օյունջանի ներդրումը Գյումրիում կգերազանցի $5 միլիոն։ Աննա Մարտիկյան, Մարտին Գևորգյան, Օրակարգ։